Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հրաշալի իվենթի մասին։ Sport Fest 2025-ը կացկացվի ապրիլի 5-ին եւ 6-ին։ Yale Sport Fest-ին այս տարի միացել է նաեւ Իջևանի գինու գործարանը, դառնալով փառատոնի գործընկեր։ Իսկ դա նշանակում է առաջինը հեծանվավազքի անվանումը այսուհետ դարձել է Իջևան Wine Bike Race։ Երկրորդ մեկնարկը կլինի գործարանի տարածքից եւ մինչեւ Ենոքավանի բարձունքը հաղթահարելը մասնակիցները կանցնեն Իջևանի փողոցներով։ Այս հրաշալի առիթի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ մեր տաղավարում են Իջևանի գինու գործարանի մարքեթինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյանը եւ իհարկե Արևիկ Նարիմանյանը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Բարի լույս։ Լավ տրամադրությունը։ Հոյակապ։ Ինչ լավ է, այնպեսի տեղից է գալիս, որտեղ միշտ բնությունը իր շքեղությամբ փայլում է բոլորի համար յուրաքանչյուր առավոտ։ Մենք վերջերս եղանք գործարանում եւ պիտի ասեմ տպավորություններս մաքսիմալ էին, որովհետեւ ոչ միայն այն ամենը ինչ որ շրջապատում է, հա, գործարանի տարածքում տալիս է տրամադրությունը, նաեւ բնականաբար այն հետաքրքիր process-ին ականատես եղանք, որը բերում եւ հանգեցնում է արդեն պատրաստի գինուն, որը մենք արդեն փորձում ենք։ Եվ այնտեղ համտեսեցինք փրփրուն նոր գինին, որն արդեն իսկ այսօր դարձել է ավելի շոշափելի։ Խոսենք այս մասին։ Ձեր էկրանն էլ նկատեցի հենց այս բան մեր նոր պրոդուկտը բրիզը շատ երկար ենք իրեն սպասել գործարանի այցելուները գրեթե 1 տարի անդադար փորձում էին եւ հարցնում են երբ է պատրաստելու վերջապես այն պատրաստ է վերջապես հասանելի է սպառողին արդեն կարող եք գտնել խանութներում եւ իհարկե մեր ֆիրմայի խանութ սրահներում որոնք 4-ն են Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք խանութ Գյումրիում, 2-ը Երևանում եւ իհարկե գործարանինքից Իջևանի մեր ֆիրմային խանութը։ Բրիզի մասով ինքը տարբերվում է իր ոճով, տեսակով, մեր տեսականում մեջ էլ մենք իրեն առանձնահատուկ դեր ենք տալիս, որովհետեւ բավականին երկար էքսպերիմենտների եւ աշխատանքի արդյունք է, շատ սպասել ենք իրեն եւ առաջիկայում արդեն գնում ենք դեպի այլ պրոդուկտներ, դեպի այլ նորություններ ու կարծում որ այս համար արդեն այցել եք գործարան, կզարմացնենք դες այլ պրոդուկտներով։ Վաու, պետք է շտապել։ Այո, իդեպ Սոնի տպավորությունների մասին խոսեց, ես միանամ բոլոր տպավորություններին, մենք մինչև այսօր հիշում ենք այդ հրաշալի օրը, որ անցկացրել ենք Իջևանի գինու գործարանում, որովհետև իսկապես շատ հիշվող էր մեր ամբողջ թիմի համար, եւ հիշում ենք նաեւ, որ այնտեղ շինարարական աշխատանքներ կային։ Այս մասով ինչ ապդեյթներ եւ նորություններ կան։ Այդ մասով էլ լավ նորություններ ունենք, մոտավորապես 1 ամսվա ընթացքում մեզ մոտ կբացվի դեգուստացիոն սրահները, շինությունը կարծում եմ հիշում եք, 2 հարկ դեգուստացիոն ընդարձակ սրահներ, որտեղ որ միաժամանակ կարող ենք ընդունել 200-ից ավելի զբոսաշրջիկների, պլյուս դրան բացվում է ռեստորան, բարձրակարգ ռեստորան, որտեղ որ կարողանան համտեսել ոչ միայն հայկական խոհանոց, այլ հայկական խոհանոցը պլյուս մեր շեֆ-խոհարի կողմից նոր ռեցեպտներ, նոր բաղադրատոմսերով, շատ հետաքրքիր կոլորիտային տավուշյան ուտեստներ, որոնք որ դժվար է գտնել այդ տարածաշրջանում այդ մակարդակով, այդ մատուցմամբ եւ իհարկե թանգարանի աշխատանքներ են ընթանում, շուտով նաեւ կբացվի թանգարանը, որի բացմանը անշուշտ ներկա է գտնվելու Գետահովիտ 2 քարանձավի հետազոտությունների հիման, գտածոների հիման վրա ձևավորված թանգարանը շուտով նաեւ կդիմավորի իր հյուրերին։ Գործարանի տարածքում գրեթե 1 ամսից արդեն շատ հետաքրքիր եղանակ է լինելու եւ հետաքրքիր տրամադրություն է տիրելու այցելուների համար։ Հիմա իհարկե շատ հետաքրքիր է, բայց դե բոլորս էլ գիտենք եղանակները մասից լրիվ այլ են։ Կոլեգան էլ Ենոքավանից կարող են մեզ հուշել այդ տեսականից։ Այո, ես ուրեմն ապագա ռեզորտ Yale Extreme Park-ի մասով ներկայացնեմ նախ Yale Sport Fest-ը 2 բառով, անցած տարի առաջին անգամ Տավուշի մարզում այդ կարգի միջոցառում անցկացվեց։ Ինքը հիմնականում trail-ի, այսինքն վազքի հետևյալ տեսակը, որը իրենց ներկայացնում է լեռնային արահետներով վազք, ինչպես նաև հեծանվավազք անցած տարի, երբ որ առաջին անգամ էինք անցկացնում Տավուշի մարզում, մենք մեր կազմակերպիչի Իլյա Ցեգանկով ինքը բավականին երկար տարիների փորձ ունի նմանատիպ, ինքը համ վազորդ է, համ աշխատել է ու նաև կազմակերպել է Ռուսաստանում, Հարավային Կովկասում նմանատիպ թրեյլեր կազմակերպել է, ու երբ որ իր գաղափարով տենց որոշեցինք նաև Տավուշի մարզում անցկացնենք, կարծում էինք 50 հոգի չի գա, որովհետև գիտեք, հայերը մի քիչ ինչքան ուզում ենք փորձում ենք դրա համար առողջ ապրելակերպ, կենսակերպ, սպորտին
մարդկանց սովորեցնենք, այսպես ասած, մի քիչ ավելի դժվար էր, բայց ի զարմանս մեզ 100 հոգի հավաքվեց անցած տարի մարզիկներ ունեցանք, այս տարի արդեն ունենք գրանցված 140 մասնակից, ովքեր եւ վազելու են trail-ը ապրիլի 5-ին, մի քանի դիստանցիա լինելու 4 կիլոմետրանոց, 12 եւ 32 կիլոմետրանոց, ինչպես նաեւ մանկական մրցավազք է լինելու ապրիլի 5-ին, 1.5 կիլոմետրանոց նաև տաղավարներ լինելու, սպորտային ապրանքների ցուցադրություն վաճառք, յոգայի սիրողական մաստեր-կլաս, տենց ու շատ հավես միջոցառումներ նախատեսվում ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 6-ին, ինչպես նշեցիք, հեծանվավազքը, որը սկիզբ է առնելու Իջևանի գինու գործարանի տարածքից եւ վերջանալու է ապագա ռեզորտի տարածքում, ընդհանուր երկարությունը 15 կիլոմետր ու 750 մետր վերելք, այսինքն սովորական էլի հեծանվավազք չի, անցած տարի երբ որ եկել էին, կարծում են ու շատ թեթև անցնելու, բայց այդ վերելքը ինքնին շատ բարդ է հաղթահարել ու դրա համար ավելի հիշվող է։ Ու քանի որ զգում ենք, որ տարեստարի պահանջարկը ավելի մեծ է, հույս ունենք, որ դա կխթանի մարդկանց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն սպորտին, առողջ ապրելակերպին, որ նմանատիպ փառատոները, այն որ արդեն մարդաշատ է, դա շատ լավ է։ Հյուրերի համար մուտքը անվճար է, կարող եք գալ այդ օրը բոլոր նաև Yell Extreme Park-ի փորձառությունները հասանելի են լինելու, այսինքն կարող եք zipline-ից էլ օգտվել, off-road tour, ձիավարություն, այդ ծառայություններից էլ օգտվել ու նաև իհարկե ականատես լինել այդ միջոցառմանը։ Բավական հետաքրքիր բաներ է կազմակերպում, որովհետև սա իհարկե խթանում է առողջ ապրելակերպին եւ խթանում է բնության հետ ներդաշնակ լինելուն, ինչը երկուսը մեկտեղում համադրվելով տալիս են արդյունքը, որը շատ սպասելի է։ Ինձ հետաքրքիր է միշտ նմանատիպ հետաքրքիր հանդիպումներից միջոցառումներից հետո ինչպիսին են լինում արդեն այցելուների կամ մասնակիցների արձագանքները, ֆիդբեքերը։ Բավականին դրական, օրինակ անցած տարի շատ դրական էր, ուղղակի անցած տարի, քանի որ մեր մոտ ամենաերկար դիստանցիան է trail-ի վազքի 17 կիլոմետր էր, մի քիչ դրանից էին ասում են, եթե մյուս տարի ավելի երկար լինի, 17 կիլոմետրը լուրջ չի։ Ուրեմն մենք հաճույքով կգանք, նույնն էլ հեծանվավազքի պահով անցած տարի 10 կիլոմետր ա եղել, ու երբ որ այս տարի առաջարկ ստացանք Ազայի կողմից, որ գինու գործարանը ներառվի մեր լոկացիայի մեջ, մեր երթուղու մեջ, դրա համար մենք էլ ուրախացանք, որ կարելի է եւս 5 կիլոմետրով երկարացնել այդ հեծանվավազքը ու հեծանվորդներն էլ ավելի մեծ հաճույքով սկսեցին գրանցումներ անել, որովհետև ասում են, եթե գալիս հասնում ենք, իդեպ նշեմ, որ մեծամասամբ արտասահմանից են գալիս մարզիկները, ունենք Վրաստանից խումբ, Ռուսաստանից գրանցված մասնակիցներ, ինչպես նաև Եվրոպայից, ովքեր գալիս են հատուկ այդ օրը, այդ երկու օրը մասնակցեն։ Ու դրանից հետո շատ դրական ֆիդբեքեր ունեցանք, ու հուսում եմ այս անգամ էլ ամեն ինչ շատ հարթ կանցնի ու լավ կլինի։ Իսկ այցելուները, երբ որ գալիս են Իջևանի գինու գործարան, նախորդ տարի փորձառություն ենք ունեցանք համագործակցելու նույն ֆեստի շրջանակներում, պարզապես տաղավարով ենք ներկայացված Ենոքավանում, մեզ շատ դուր եկավ շփումը մարդկանց հետ, այն աուդիտորիան, այն տեսակը մարդկանց, ովքեր որ այցելում են տվյալ մրցույթներին, իրապես մեզ գրավեց ու ցանկացանք ոնց որ մի քայլ առաջ գնալ եւ համագործակցությունը ավելի ոնց որ հետաքրքիր դարձնել, փորձելով այդ մեր թիրախային, կարելի ասել մեր երկու կազմակերպությունների թիրախային լսարանն է համատեղել ու բնականաբար այցելով Ենոքավան զբոսաշրջիկները, սպորտսմենները կարելի ասել, որպես զբաղմունք ալտերնատիվ երեկոյան այցելում են գործարան, երեկոն են ամփոփում մեգավատ գինու շուրջ, նշում են հաղթանակը, ինչու՞ չէ, փորձում ենք անել ամենը, որպեսզի Տավուշում մեր տարածաշրջանում փորձենք մարդկանց ժամանցի հետաքրքիր տարբերակներ առաջարկել։ Գործարանը մշտապես նմանատիպ միջոցառումների կողքին է Եվ արդեն ամառվա համար բավականին հետաքրքիր գրաֆիկ ունենք, դեռևս փակագծերը չենք բացի, բայց վստահ եմ արդյոք ունենանք այդ միջոցառումներին հանդիպել, ձեզ հետ քննարկել։ Մեզ համար երկու կազմակերպությունների համար էլ կարծում եմ կարևոր է ստեղծել որակյալ պրոդուկտ, որակյալ ժամանց ապահովել, որպեսզի էլ ավելի զարգացնենք, այն որ նախորդ տարվա մասնակիցները այս տարի ավելի շատ մասնակիցներ ունեն, քան նախորդ տարի, դա վկայում է, որ մարդիկ գնահատել են այդ աշխատանքը, տարված հսկայական աշխատանքը, գրեթե 2 ամիս իրենք աշխատում են ու ես որ պատկերացնում եմ, երբեմն զանգում եմ, ասում են, գիտեք,
կազմակերպիչներից մեկը Իլյան սարերում հիմա գծանշումներն է անում, այդ պատճառով ինքան հասանել է, շատ բարի, ու որ պատկերացնում ինչքան աշխատանք այս ամեն ինչի հետևում, դա ուղղակի շատ ողջունելի է ու մենք չենք կարող մասը չլինել նման հետաքրքիր նախաձեռնությունների։ Եվ քանի որ հետաքրքիր եւ խիտ գրաֆիկի մասին արդեն խոսեցիք, առաջիկայում գիտեմ, որ Գյումրիում ունենք իրադարձություն, այս մասին երևի կարող ենք փակագծերը հիմա բացել։ Այո, նախատեսում ենք դե մենք ուր գնալ Հայաստանում հաղորդման հետ սերտ համագործակցում ենք եւ այս անգամ որոշել ենք միասին գնալ Գյումրի, մեր հայրաքաղաքը, եւ քանի որ ունենք ֆիրմային խաղուն սրահ Գյումրիում, որոշել ենք այդ օրը հետաքրքիր միջոցառում անցկացնել տեղում, որտեղ կլինի համտես, խաղարկություն, նման միջոցառում դեռևս Գյումրիում չեն կարել եւ կարծում եմ համատեղ կարողանանք հետաքրքիր ժամանց ապահովել նաեւ մեր գյումրեցի սպառողներին եւ հեռուստադիտողներին։ Եվ դա կլինի 1 օր։ Դա կլինի 1 օր, այո։ Դա կլինի 1 օր, օրը կարծում կհայտարարենք եթերում։ Այո, մենք կասենք։ Եվ սիրով կսպասենք մեզ մոտ ֆիրմային խաղն սրահում։ Ես միշտ եւ լինելով արդեն Իջևանի գինուգործանում, ես միշտ այսպես առանձնահատուկ տեղ եմ ինձ համար առանձնացնում են համեղ պահածոները, որոնք կան, որտեղ ես շատ եմ սիրում, հատկապես այդ թթվի հետ կապված ամեն ինչ, ու շատ համով է, սա պարզապես անկեղծություն որ ասում, ես միշտ եթերում դա նշում, որտեղ իրոք շատ համեղ է ամեն ինչ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչպես է ձեզ հաջողվում, որ կարողանաք այդ նույն տրամադրությունը տակ, ինչը ոնց որ տանը պատրաստես եւ ուտես, մայրիկի համեղ պատրաստածի տրամադրություն ու տպավորությունն ենք ստանում։ Եթե հիշեք, պահածոյի արտադրամասում աշխատում են հենց մայրիկներ, տատիկներ, ովքեր որ իրենց տան փորձը բերում են հսկայական արտադրության մեջ։ Մեր յուրաքանչյուր պահածոյի մեջ սեր ու հոգի կա դրված։ Դա է գլխավոր գաղտնիքը, որ մենք արտադրում ենք ոչ միայն ուղղակի արտադրություն չի սա, այս գործի մեջ դրված է սեր, ջերմություն, ընտանեկան ջերմության մասին է խոսքը, որ ամեն անգամ պահածոն բացելուց դուք դա կզգաք։ Կարծում եմ դա է գրավականը։ Կոնկրետ պահածոյի արտադրամասը, եթե չեմ սխալվում, դուք եւս նկարահանումը արեցիք այնտեղ, գլխավորում է Տիկին Ռոզան։ Տիկին Ռոզան իր բաղադրատոմսերով, իր տնական բաղադրատոմսերը ադապտացրել է մեծ արտադրության համար։ Եվ բոլոր կանայք, որոնք հավաքված են արտադրության շուրջ, հետևում են իր դրած, այսպես ասած, կանոնադրությանը եւ ավելացնելով այդ ամենակարևոր բաղադրիչ, ինչպես նշեցի, ծերն ու հոգին, ստեղծում են այս պրոդուկտները։ Եվ քանի որ Իջևանի գինուգործարանից տպավորությունները մեր շատ են, մի բան էլ ես առանձնացնեմ, որ ինձ համար շատ ուշագրավ էր։ Ես հիշում եմ, երբ այնտեղ մեզ ասացիք, որ Իջևանում չկա կամ գրեթե չկա մեկ ընտանիք, որից աշխատող չունենակ Իջևանի գործանում, այսինքն ինքը նաև հրաշալի տարբերակ է մարդկանց աշխատանքով ապահովելու համար, ինչը ինձ համար այդ տեղեկատվությունը sense փշաքաղվելու աստիճանի էր, որովհետև իսկապես հատկապես մայրաքաղաքից դուրս շատ մարդիկ ունենում են տարբեր խնդիրներ, հենց մեկ աշխատանք գտնելու հետ կապված, ինչն էլ պայմանավորում է դեպի Երևան գալը, ու այս առումով Իջևանի գործարանը եւս մեկ անգամ մարդկանց կարողանում է ավելացնեմ, որ բացի նրանից, որ գրեթե բոլոր ընտանիքները Իջևանում ունեն բարեկամ կամ անդամ ընտանիքի, ով աշխատում է գործարանում, մթերման սեզոնին, երբ որ սկսում են արդեն մրգերը պատրաստ են հավաքի համար, մեզ մոտ երեխաները գյուղերից, տարբեր տեղերից, փոքր մի կիլոյով, այնպես փոքր ամանների մեջ կարող է հոն բերեն, մոշ բերեն, հանձնեն, իրենք իրենց օրվա հանապազորյա հացը վաստակեն։ Դա էլ է շատ հետաքրքիր ու համայնքը միավորվում է գործարանի շուրջ։ Մեզ մոտ հենց հոնը պատրաստ է, տեսնում են երեխաները, դույլերով հոն են բերել մեզ մոտ։ Ու մեզ համար կայական չի, դա կես կիլո կբերի, 1 կիլո կբերի, մենք ամեն դեպքում վերցնում ենք, որպեսզի մոտիվացնենք տեղի բնակչությանը ու հատկապես երեխաներին, որ աշխատեն, իրենց աշխատանքով վաստակեն։ Եվ քանի որ բրիզի մասին խոսեցին, գիտեմ նոր արտադրանքների առումով մենք պուր կարբոյի մասին եւս շատ խոսել ենք, բայց դուք եւի ավելի պրոֆեսիոնալ կներկայացնեք հիմա գինու մասին, որովհետեւ գիտեմ, որ Հայաստանում նորությունների շարքից է։ Pure carbon կարբոնիկ թրմեցման պատրաստված գինի է, carbonic maceration, համարվում է երիտասարդ եւ նորաոճ գինի։ Վերջերս մասնակցում ենք Ճապոնիայում էքսպոյի
եւ շատ բարձր գնահատական ստացավ ինքը հենց ճապոնացիների կողմից շատ սիրվեց, նաեւ տեղական շուկայում ասեմ, որ բավականին սիրվել, ինքը շատ թեթև, նուրբ, հյութեղ գինի է ստացվել, նույն Արենի խաղողի տեսակից է։ Մենք ունենք օրինակ սափոր կարմիր գինին, որը որ Արենի 100%-անոց խաղողից է պատրաստված։ Փյուր կարբոն եւս Արենի խաղողի տեսակից է, բայց տեխնոլոգիան թույլ է տալիս այնպես աշխատել գինու հետ, որ ինքը լինի մաքսիմալ թեթև, մաքսիմալ հյութեղ ու շատ հեշտ է ըմպել այդ գինին։ Շատերը օրինակ ասում են, վայ ես կարմիր գինի չեմ խմում, գլխացավ է առաջացնում, փյուր կարբոն իր լուծումն է։ Ինքը հյութի պես է գնում։ Ինչ որտեղ դա այո վտանգավոր է, բայց շատ հաճելի է։ Շատ լավ, եւ երբ ֆանից կարող է արդեն զբոսաշրջիկը գալ գործարան, այսինքն կա որոշակի ժամանակահատված, թե երբ ցանկություն կա։ Գործարանի դռները մշտապես բաց են բոլորի առաջ։ Մենք արդեն ակտիվ սեզոնը գրեթե բացվել է, հիմնականում եղանակով է պայմանավորված, արդեն երբեմն տուրիստները ասեն կարող մտածեն, հա անձրև այս սեզոնին շատ է լինում, միգուցե ավելի պասիվ լինեն, բայց գործարանը ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 6-ը սպասում է իր հյուրերին, թե ռեստորանը, թե դեգուստացիոն սրահ պատրաստ են ընդունել, պարզապես ինչը որ նշեցինք նոր շենքը, ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ավելի ընդարձակենք։ Պահանջարկը քանի որ մեծ է, մեծ խմբերի այցերը ավելի հանգիստ կազմակերպելու համար, այո, կարիքը կար մեծ դեգուստացիոն սրահների, քանի որ շատ հաճախ ունենում ենք դրսից հյուրեր, տարբեր ասիական շուկայից, եվրոպական շուկայից եւ մեծ խմբերի աշխատանքը անխափան ապահովելու համար մեր գործարանում այդ մեծ սրահներն էին պետք։ Իսկ հիմա մենք սիրով սպասում ենք, հենց հիմա էլ կարող ենք միասին ուղևորվել։ Սիրով, եւ հաղորդման միշտ կա մի հատված, որ ես շատ եմ սիրում հատկապես նշել, որ կյանքի կարևոր ու շատ հետաքրքիր պահերը պետք է լրացնեն հենց ամենահամեղ գինով, որն էլ առաջարկում է հենց Իջևանի գինու գործարանը, ուզում եմ ձեզ նվիրել սափորը, որի մասին քիչ առաջ նշեցիք, ռոզեն, որովհետեւ հաստատ համոզված եմ, որ արդեն ապրիլի 5-ին 6-ին առիթը կլինի նշելու եւ այդ բաժակը բարձրացնելուց անպայման հենց թող այս գինը։ Մենք արդեն տրամադրվել ենք, որ այս միջոցառումը անցնի, որ Շատ լավ է։ Շատ լավ կլինի, ճանապարհին շատ շնորհակալություն։ Եվ ուզում ենք նվիրել ձեզ նաև ես համոզված եմ, որ ինչպես պրոֆեսիոնալ կազմակերպում եք այդ ամենը ձեր ոլորտում, նաև շատ պրոֆեսիոնալ, շատ համեղ եք պատրաստում խոհանոցում։ Նվիրում եմ ձեզ Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Սա նույնպես շատ կարևոր է, եւ իհարկե արև բացիկները, քանի որ մոտենում է մայրության ու գեղեցկության տոնը, այս բացիկները յուրահատուկ են, որտեղ այստեղ ներառված են սիրված բանաստեղծությունից ֆրազներ, որը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն ամ մեծերու անգին, ծաղիկների ու նվերների հետ խնդրեմ, սա նվիրեք, այնպես որ շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Սիրով կսպասենք ձեզ։ Անպայման։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։